Ծաղրանկարը կերպարվեստի առանձնահատուկ ժանր է, որի ակունքները գալիս են դեռ հնագույն միջնադարից և վերածննդի ժամանակից։ Ծաղրանկարը երգիծանքի պատկերման հիմնական եղանակ է և ունի հասարակական, քաղաքական, քննադատական հստակ գաղափարների նպատակաուղղվածություն։ Ծաղրանկարի զարգացմանը նպաստել են Ուիլյամ Հոգարտը, Դոյան, Դիլրեյը, Դոմիեն և շատ ուրիշներ։ Ետ պատերազմյան շրջանում ճանաչվել են ծաղրանկարիչներ, ինչպիսիք Ժան Էֆելը Ֆրանսիայից, Հերլուֆ Բիցտրուպը Դանիայից, ծաղրանկարի խորհրդային վարպետներից են Վիկտոր Դենինը և Միխայել Չերյոմնիխը։ Ժամանակակից ծաղրանկարչության ներկայացուցիչներից են վենեսուելացի ծաղրանկարիչ Հերման Մեխիան, ինչպես նաև ռուս ծաղրանկարիչ Վիտալի Պսկովը ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Սամ Վիվյանուն։ Իհարկե հայերը հետ չեն մնացել արվեստի այս հետաքրքիր ժանրից։ Սովետահայ կերպարվեստի ներկայացուցիչներից են Բաղդասարյանը, Արուչյանը, Յարալյանը, Աջեմյանը, երիտասարդ սերնդից Աբրոյանը։ Ծաղրանկարիչները ստեղծել են հասարակական, քաղաքական և կենցաղային թեմաներով ուշագրավ ստեղծագործություններ։ Միջազգային համբավի են արժանացել սփյուռքահայ արվեստագետներ, ինչպիսիք Կիրազյանը Ֆրանսիայից, Սարուխանը Եգիպտոսից, Դամադյանը Ռումինիայից և Աջեմյանը Լիբանանից։ Մեր այս ֆիլմի գլխավոր հերոսը Ալեքսանդր Սարուխանն է իհարկե։ Փորձենք բացահայտել նրա կյանքն ու գործունեությունը։ Իդեպ Սարուխանը համարվում է ոչ միայն քաղաքական ծաղրանկարչության ամենակարկառուն դեմքը Միջին Արևելքում, այլև այդ ժանրի հիմնադիրներից մեկը, եթե ոչ հիմնադիրը։ Այսպես ուրեմն Ալեքսանդր Հակոբի Սարուխանյան, որը հայտնի է որպես Սարուխան, ծնվել է 1898 թվականին Արտանուշ ավանում, որը մտնում էր ռուսական կայսրության Կովկասի Բաթումի նահանգի մեջ։ Մի քանի տարի անց ընտանիքով տեղափոխվում են Բաթումի քաղաք։ Այնտեղ փոքրիկ Սարուխանը հաճախում է ռուսական դպրոց և հենց այդ տարիներից փորձում էր նկարել զավեշտալի դեպքեր և տեսարաններ Բաթումի քաղաքի առօրյայից և մարդկանց հարաբերություններից։ Նույնիսկ դպրոցի նկարչության ուսուցիչը մեծ ուշադրությամբ էր հետևում փոքրիկին և փորձում էր զարգացնել աշակերտ Ալեքսանդրի երևակայությունը, նկատելով նրա մոտ սերը նկարչության հանդեպ։ 1909 թվականին Ալեքսանդրի հայրը Հակոբ Սարուխանյանը ընտանիքով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս։ Այստեղ Ալեքսանդրն ընդունվում է Մխիթարյան միաբանության վարժարան։ 1915 թվականին Սարուխանն ավարտում է վարժարանը։ Այս չարագույժ թվականին թուրք-օսմանյան կառավարությունը, օգտվելով պատերազմի պատրվակից, որոշում է ընդմիշտ լուծել հայկական հարցը, բնաջնջելով օսմանյան կայսրությունում բնակվող հայերին։ Սարուխան եղբայրները ուսուցիչների և մի խումբ աշակերտների հետ ապաստանեցին Մխիթարյան վարժարանում, որը վայելում էր Թուրքիո դաշնակից Ավստրիայի հովանավորությունը։ Մեծ Բրիտանիան զինվորական կառավարման իրավունք է ստանում Թուրքիայի տարածքում և 1918 թվականին
Սարուխան եղբայրները վերջապես դուրս են գալիս հարգադրված բանդարգությունից։ Վարժարանից դուրս գալուց հետո Ալեքսանդրն իր ապրուստը վաստակելու համար անգլիական բանակում աշխատում է որպես թարգմանիչ։ Ավելի ուշ 1922 թվականին տեղափոխվում են Բրյուսել, որտեղ իրենց հորեղբայրն էր ապրում։ Նույն տարում մեկնում է Ավստրիա եւ 1922 թվականից մինչեւ 1924 թվականը սովորում եւ ավարտում Վիեննայի Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինը։ Այնտեղ բադահաբար հանդիպում է մի երիտասարդ եգիպտացի մտավորականի, որի անունն էր Աբդուլկադր Ալ-Շաննավի, որը Վիեննա էր ժամանել դպրական մեքենաների վերջին տեխնիկային ծանոթանալու, այն նպատակով, որ առաջիկայում նոր տպարան եւ նոր թերթի մի կահիրում։ Առաջին հանդիպումը հուսադրելի էր երկու առաջադես մտավորականների միջև։ Շաննավին կարողացավ համոզել Սարուխանին իր հետ կահիրե մեկնի, որպեսզի երկուսով հիմնակարը դնեն նոր երգիծական հանդես ձեռնարկին։ Ինչպես տեսնում ենք Եգիպտոսում նրա հայտնվելը եւ ամբողջ կյանքը այդ երկրում անցկացնելը եւ ստեղծագործելը լրիվ պատահական էր։ Հազար 924 թվականին ըստ Ալ-Շաննավիի հետ նախորոք ձեռք բերած պայմանավորվածությանը տեղափոխվում է Կահիրե։ Կահիրե տեղափոխվելուց հետո եւ համագործակցելով Ալ-Շաննավիի հետ այդ նոր շաբաթաթերթում միևնույն ժամանակ դասավանդում է Գալուստյան վարժարանում, որտեղ արդեն հայ համայնք է ձևավորվել 15 թվականի եղերնուց հետո։ Սարուխանը իր հիմնական աշխատանքին զուգահեռ շատ աշխույժ մշակութային կյանք է վարում Եգիպտոսի հայկական համայնքում։ Նա ուզում էր իր ձեռք բերած Կոնստանտինոպոլյան եւ այնուհետեւ եվրոպական մշակութային գիտելիքները ու փորձը մատուցել հայ համայնքին։ Սկզբում հրադարագում է հայկական սինեմա ամսագիրը 1925-26 թվականներին, ինչպես նաև ավելի ուշ Կարավան ամսագիրը 1939 թվականից մինչև 1942 թվականը, իդեպ հայկական սինեմայի վերջին 10 համարը խմբագրել է երգիծանքի մեծ վարպետ Երվանդ Տոտյանը։ Բացասական դիրք ընդունելով երկրորդ աշխարհամարտից եւ կանխագուշակելով պատերազմի աղետալի հետևանքները ընդհանուր մարդկության վրա, հարգավ չէր կարողանում նա լուր մնալ համաշխարհային բեմի վրա կատարվող իրադարձություններից։ Եվ այդ իսկ պատճառով սկզբում Սարուխանը հեղինակում է ֆրանսալեզու այս պատերազմը 1945 թվականին, որտեղ իր քաղաքական սուր ծաղրանկարչական երգիծանքով մերկացնում է մեծ քաղաքականությունը ու նրա հետևանքները։ Իսկ այդուհանդերձ հրադարագում է «Մենք մեր ագնոցով» 1962 թվականին եւ «Դես խոսքերդ» եւ այլ երգիծականների ժողովածուներ։ Գրել է «Մենք հայերեն չենք գիտեր» պիեսը։ Իդեպ այս կատակերգական ստեղծագործությունը բեմադրել է հայկական հեռուստաթատրոնը 1963 թվականին։ Սարուխանը հեղինակ է նաև
բազմաթիվ հոդվածների, որոնք շոշափում են ծաղրանկարչությունը, ինչպես եւ գաղութահայ կյանքը։ Սարուխանը պատկերազարդել է Երվանդ Օդյանի ընկեր Պանչունին 1938 թվականին եւ իհարկե իր գլուխ գործոցներից մեկը Հակոբ Բարոնյանի մեծապատիվ մուրացկանները 1962 թվականին Այս երկու երկերը համարվում են գրքի գրաֆիկայի լավագույն նմուշներից։ Նրա առաջին լուրջ եւ պրոֆեսիոնալ աշխատանքը եղել է, երբ նրան հայտնի եգիպտացի լրագրող Մուհամմեդ Ալ-Թաբին հրավիրել է այն ժամանակ ամենալայն տարածություն ունեցող եգիպտական հասարակական երգիծական Ռոզ Ալ-Յուսուֆ շաբաթահանդեսին։ Մի քանի տարի անց նա դեղափոխվեց ոչ պակաս ժողովրդական վայելող Ախր Սաա շաբաթահանդեսին, որը թարգմանաբար նշանակում է վերջին ժամը, եւ վերջնականապես հաստատվեց Ախբար Ալ-Յոմ հանդեսին, թարգմանաբար նշանակում է օրվա լուրեր, որտեղ աշխատեց եւ ստեղծագործեց մինչեւ կյանքի վերջը։ Սարուխանը ստեղծել է տարբեր ծաղրանկարչական կերպարներ։ Նրանցից ամենահայտնին եգիպտացի Էֆենդին է, որը հասարակ եգիպտացու կերպարն է կրում, որը պայքարում է ազատվել անգլիական օկուպացիայից, իսկ ավելի ուշ սոցիալական անարդարության դեմ ամենամեծ պայքարող։ Նա ծաղրադիմանկարչության մեծ վարպետ է եղել։ Նրա հազարավոր ծաղրադիմանկարները վկայում են դրա մասին։ Հայտնի հայ գրողներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ եւ այլ հայտնի մարդկանց ծաղրադիմանկարները նույնպես մաս են կազմել նրա ստեղծագործական հավաքածուից։ Սիլվա Կապուտիկյան, Երվանդ Քոչար, Հովհաննես Շիրազ, Արշակ Չոպանյան, Արա Սարգսյան, Վահան Թեքեյան, Ավեդիկ Իսահակյան, Խաչիկ Դաշտենց, Ռուբեն Մամուլյան եւ շատեր։ Ով ասես չի անցել նրա սուր հայացքի եւ ավելի սուր մադիդի գծերի տակով։ Սարուխանը դպվել է ոչ միայն եգիպտական ամսագրերում ու շաբաթաթերթերում, այլ ֆրանսիական, անգլիական, հայկական եւ այլ երկրների օրաթերթերում ու ամսագրերում։ Սարուխանը շատ արաբ ծաղրանկարիչ հետևորդներ է ունեցել։ Նրանցից ուզում եմ նշել Ռախդին եւ Աբդել Սահիմին։ Ավելի քան կես դար ստեղծագործական աշխատանք եւ ավելի քան 40,000 ծաղրանկար է իրագործել իր կյանքի երկարատև եւ բեղուն աշխատանքում։ Սարուխանը ունեցել է անհատական ցուցահանդեսներ Քահիրեում 1927 թվականին եւ 1998 թվականին հետմահու, Երևանում 1968 թվականին, Մոնրեալում 1973 թվականին, Ալեքսանդրիայում 2009 թվականին հետմահու եւ վերջապես Կահիրեում 2013 թվականին հետմահու։ Սարուխանը բազում լեզուների տիրապետող անձնավորություն էր
Նա դիրապետում էր հայերենի, ռուսերենի, թուրքերենի, անգլերենի, ֆրանսերենի, գերմաների և արաբերենի։ Եգիպտոսի լեգենդար նախագահ Ջամալ Աբդել Նասրի կողմից շնորհվեց Եգիպտական Հանրապետության քաղաքացիություն։ Նրա բազում տարիների գործունեության համար Կահիրեի փողոցներից մեկը նրա անունն է կրում։ Սարուխանն արժանացել է միջազգային մրցանակների։ 1960 թվականին բարգեւատրվել է ամերիկյան երգիծանկարիչների հանձնաժողովի երգիծանկարներ խաղաղության համար մեդալով։ Էստուդիո իտալական ամսագիրը նրան զետեղեց 20-րդ դարի լավագույն ծաղրանկարիչների ցուցակում։ Աբդալլա Ալ-Սաուին, որը Սարուխանի վերջին ցուցահանդեսի դնորենն էր Կահիրեում, ասում է, որ Սարուխանը եգիպտական քաղաքական ծաղրանկարչության հայրն էր։ Նա սուր միտք ուներ և միանգամից կարողանում էր որսալ և հանրայինը ներկայացնել ոչ միայն եգիպտական, այլև արաբական երկրների խնդիրները, ինչպես նաև համաշխարհայինը, և դա արեց ազնվորեն և անխափան ավելի քան կես դար։